երեք բար ընդհատում ենք, մենք քրեական միջոցների ներկայացուցիչներ ենք, հիմա այստեղ հավաքված են մի խումբ արցախցիներ, նրանք այստեղ են իրենց սոցիալական եւ իրավական խնդիրների պահանջով, հատկապես ինչպիսի խնդիրների են բախվում արցախցիները Հայաստանում։ Նախ նշեմ, որ ոչ միայն արցախցիներ են, այսինքն պետք չէ այդ առումով տարանջատել, բայց այո, օրակարգը արցախցիների իրավունքների օրակարգն է, որը եւ ներքին աստառ ունի եւ արտաքին։ Ներքին առումով այո, սոցիալական խնդիրները կան, բնակարանային ծրագրի խնդիրը կա, զբաղվածության եւ այլն, բայց ոչ պակաս է մեր ավելի ռազմավարական, այսպես ասած, իրավունքների պաշտպանությունը, մեր վերադարձի իրավունքը, մեր գերիների ազատ արձակման հարցը, Արցախի մշակութային ժառանգության, մասնավոր սեփականության պաշտպանության հարցերը եւ այլն եւ այլն։ Իսկ ավելի հրատապ, եթե խոսենք, գալով ձեր հարցին, սոցիալական գլխավոր խնդիրը այս պահին, որը շատերին է մտահոգում, դա այն է, որ բնակարանային ծրագիրը ձախողված է եւ արդյունավետ չի գործում, եւ այդ ֆոնին Հայաստանի իշխանությունները որոշել են կտրուկ կերպով կտրել կամ կրճատել տրվող բնակվարձի աջակցությունը, որը առաջիկայում առաջացնելու է շատ լուրջ ծայրահեղ աղքատություն եւ ցնցում սոցիալական առումով արցախցիների շրջանում։ Մենք պահանջում ենք, որ բնակարանային ծրագիրը եւ այս բնակվարձի ծրագիրը բարեփոխվեն հիմնարար կերպով եւ կապվեն իրար հետ ու շատ ավելի լուրջ լուծումներ տրվեն, որպեսզի մենք կարողանանք կայուն կերպով կեցություն ապահովել մեր ժողովրդի Հայաստանի Հանրապետությունում կանխելով արտագաղթը։ Իշխանությունը հիմա քննարկում է ակտիվ խաղաղության փաստաթղթի ստորագրման վերաբերյալ տեղի եւ ժամի հստակեցումը, սակայն Ադրբեջանը մեծից պահանջում է փոխել մեր սահմանադրությունը եւ մի շարք այլ պահանջներ է ներկայացնում, անգամ միջազգային ատյաններից պահանջում է մեր հայցերը հետ կանչել։ Դուք որպես նախկին մարդու իրավունքների պաշտպան, ինչպես եք մեկնաբանում այս փոփոխությունները իսկապես պետք են եւ այդ փաստաթուղթը մեզ իսկապես խաղաղություն կբերի։ Միանշանակորեն ոչ եւ դրա մասին ես բազմից արտահայտվել եմ հրապարակայնորեն, կարծում եմ հարթակից էլ այս հարցերին անդրադարձ կլինի եւ միջազգային գանգատների հետ կանչելը, հրաժարվելը եւ Մինսկի խմբի լուծարումը եւ սահմանադրության փոփոխությունը ու մնացած բոլոր պահանջները Ալիևի ձեռքին ուղղակի հայ ժողովրդին նվաստացնելու, Հայաստանի Հանրապետությանը տանելու կապիտուլյացիայի եւ իր բոլոր պահանջները ապահովելու միջոց է առանց որևէ պարտավորություն ստանձնելու։ Խաղաղություն կարող են բերել մի քանի հիմնարար քայլեր, եթե Ադրբեջանում վերացվի հայատյացության քաղաքականությունը ու համակարգը, եթե Արցախի ժողովուրդը վերադառնա իր հայրենիք, եթե պատշաճ պայմաններ ստեղծվեն, իհարկե կվերադառնա։ Ներկայիս իշխանությունը այդպիսի քաղաքականություն է վարում։ Չէ, ներկայիս իշխանությունը ուղղակի չի էլ ուզում Արցախի ժողովրդի վերադարձի մասին խոսել։ Սա բնականաբար մեծ խնդիր է, բայց մեզ համար կարևոր է, որ մենք վերադարձի իրավունքի մասին խոսենք եւ պայքարենք դրա համար եւ հասկանանք, որ դա միանգամից չի ստացվելու եւ ես ինքս հասկանում եմ, որ այս իշխանությունների կողմից այդ քայլերը չեն իրականացվելու։ Հակառակը այս իշխանությունները փորձում են Արցախի թեման մեկընդմիշտ փակել, այդ թվում վերադարձի մասին չխոսելով, այդ թվում պահանջները չներկայացնելով բանակցություններում, միջազգային արտակներում եւ այլն։ Բայց այս իշխանությունները ներողություն արտահերթ ընտրություններ կլինեն Արցախյան, Հայաստանյան չեմ կարող ասել։ Ներքաղաքական հարց եք տալիս, որից շատ տեղյակ չեմ։ Միգուցե իշխանությունները գնան արտահերթ ընտրությունների, միգուցե ընդդիմությունը կարողանա այդ ուղղությամբ քայլեր կատարել, բայց ինձ համար ավելի կարևոր է, որ այնպիսի հանրային կարծիք ձևավորվի եւ ընդդիմությունը այնպիսի համակարգ կառուցի, որ կարողանա ընտրություններում արտահերթ հերթական արդեն իր օրակարգը առաջ մղի եւ հասնի հաջողության։ Բայց այս առումով
քանի որ ես ներգրաված չեմ ներքաղաքական պայքարում, դրա համար չեմ կարող ավելի մանրամասն կարծիք հայտնել կամ առաջարկներ ներկայացնել։ Այս պահին ես միայն հանդես եմ գալիս որպես Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության գործում առաջամարտիկ հանրային գործիչ, ոչ ավելի։ Պարոն Բեգլարյան, եւս մեկ հարց մենք տեսնում ենք, որ հիմա Բաքվում խոշտանգում են մեր ռազմագերիներին, դուք օրեր առաջ կրկին անգամ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ եք, որևէ գործուն քայլեր տեսնում եք այս հարցում։ Ոչ, բայց մյուս կողմից տեսնում եմ, որ հանրային ճնշումը որոշակի ազդեցություն ունենում է։ Հանրային ճնշումը բերում է տեղեկատվական հանրային օրակարգ, այդ օրակարգը ճնշում է Հայաստանի իշխանություններին, որպեսզի իրենք որոշ գործողություններ կատարեն։ Եթե այդ ճնշումը չլինի, իրենք ոչինչ չեն անելու։ Եվ ես միանշանակորեն վստահ եմ, որ առանց Հայաստանի Հանրապետության իշխանությունների գործուն քայլերի միջազգային ճնշման էլ մենք չենք հասնելու Ադրբեջանի հանդեպ։ Դրա համար կարևոր է ճնշումը ավելացնել այստեղ Հայաստանում, կարևոր է նաև բոլոր խողովակներով միջազգային տարբեր հարթակներում, տարբեր երկրներում, նաև Սփյուռքի միջոցով բարձրացնել ճնշումը եւ իրազեկվածությունը այնտեղ, աստիճանաբար մեծացնելով ճնշումը Ալիևի հանդեպ։ Պարոն Բեգլարյան, մի հարց գերիների մասով։ Գերիների հարազատները շատ են բողոքում այն մասին, որ իրենց ընդհանրապես չեն լսում կառավարության անդամները եւ իրենց հարցերը միշտ անորոշ են, պատասխան չեն ստանում, իրենց անընդհատ փորձում են հեռացնել ասպարեզից։ Ինչ կասեք այդ մասով։ Նայեք, քանի որ ես այդքան էլ խորությամբ չգիտեմ, այնքանով որքանով գերիների հարազատները ու Հայաստանի իշխանությունները իրար հետ ինչ հաղորդակցություն ունեն, բայց առնվազն իրենց հետ իմ շփումների եւ այդ հանրային ահազանգների հիման վրա ես տպավորություն ունեմ, որ այո, Հայաստանի իշխանությունները նույնիսկ գերիների հարազատների հետ պատշաճ հաղորդակցություն չեն վարում, նրանց իրավունքները կամ նրանց իրավունքները չեն պաշտպանում, նրանց ձայնը լսված չի լինում եւ բնականաբար նաեւ գերիների հարազատները բավականին խոցելի են։ Դա կլինի իրավական առումով, սոցիալական առումով եւ հոգեբանական առումով այս տեսանկյունից Հայաստանի իշխանությունները առաջին պատասխանատուներն են, որ նրանց հետ պատշաճ հաղորդակցություն վարեն եւ նրանց կարիքները բավարարված լինեն։ Գոնե այնքանով որքանով հնարավոր է։ Իհարկե նորից ասեմ, որ ակնհայտ է, որ գերիների թեման դա կլինի վերադարձը, դա կլինի Ադրբեջանում նրանց պաշտպանությունը, թե գերիների ընտանիքների իրավունքների պաշտպանությունը, որևէ կերպ Հայաստանի իշխանությունների քաղաքական օրակարգում չկա եւ ես չեմ տեսնում դա։ Իսկ այնքանով որքանով մենք ճնշում ենք, տեսնում ենք, որ աստիճանաբար նրանք իրենց տեղից շարժվում են։